Ազգային ժողովի հարգելի նախագահի տեղակալ, ես մի բան եմ ուզում մինչև բյուջեի քննարկման ելույթից անդրադառնալը, ես ուզում եմ արձանագրել հերթական անգամ, որ ընդդիմության գործընկերները այստեղ չեն եւ սա վկայում է այն մասին, որ այս մարդիկ ունեն զրո պատասխանատվության զգացում, այդ թվում այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր իրենց համար ձայն են տվել։ Եթե այսօր որևէ այլ նախաձեռնություն լիներ կապված իրանց, չգիտեմ, ընտրակաշառքների, կապված իրենց կոռուպցիոն կամ ապօրինի գույքի հետ կապված դատարանի մոտ կամ որևէ այլ ատյանի մոտ, ամենայն բանով, եռանդով, այդ թվում Իշխան Սաղաթելյանը երբևէ չենք տեսել աշխատանքի այցելած, ոչ հանձնաժողովի նիստերին, ոչ լիագումար նիստերին, դուրս կգար լայվ եւ կհրավիրեր այդ քաղաքացիներին իրենց աջակցելու կամ չգիտեմ ինչ։ Իսկ հիմա իրենք այս վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։ Ես ուզում եմ սա նկատել մասնավորապես այն քաղաքացիները, ովքեր ձայն են տվել այս քաղաքական ուժերին։ Իսկ հիմա բյուջեն։ Կառավարության եւ ազգային ժողովի հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, այն կարևորագույն ֆինանսական քաղաքական փաստաթուղթը, որն ամփոփում է 25 թվականի ընթացքում իրականացված քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունքները եւ հնարավորություն է տալիս գնահատելու պետական կառավարման համակարգի արդյունավետությունը։ Այս հաշվետվության քննարկումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ փաստացի, կարելի է ասել, ամփոփում է կառավարության գործունեության մի ամբողջ շրջափուլ։ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությամբ ձևավորված կառավարությունը ստանձնել էր հստակ քաղաքական եւ տնտեսական պարտավորություններ, բացել խաղաղ զարգացման դարաշրջան, ապահովել կայուն տնտեսական աճ, բարձրացնել քաղաքացիների բարեկեցությունը, ամրապնդել պետական ինստիտուտները, զարգացնել ենթակառուցվածքները, ստեղծել ավելի մրցունակ եւ դիմակայուն տնտեսություն, պետությունը դնել ինքնիշխան պետականության ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Այսօր մենք ոչ միայն գնահատում ենք կատարված ծրագրերը, այլև պատասխանում ենք քաղաքական ամենակարևոր հարցին. արդյոք իրականացվել է այն ռազմավարական փոփոխությունը, որի համար քաղաքացին մեզ վստահել է պատասխանատվություն։ Այս իմաստով կարելի է ասել, որ 25 թվականը եղել է շրջադարձային, քանի որ 21 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացված հավակնոտ եւ երբեմն անիրատեսական թվացող ծրագիրը աննկուն եւ հետեւողական աշխատանքի արդյունքում արձանագրեց իր առաջին խոշոր եւ շոշափելի արդյունքները։ Նախաստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն TRIP նախագծի վերաբերյալ։ Սրանք պարզապես արտաքին քաղաքական իրադարձություններ չեն, դրանք Հայաստանի Հանրապետության միջազգային սուբյեկտայնության ամրապնդման եւ հնարավորությունների նոր հորիզոնների բացման ռազմավարական հանգրվաններ են։ Պատմական այս զարգացումների պայմաններում կառավարությունը ցուցաբերեց անհրաժեշտ քաղաքական եւ ֆինանսական ճկունություն, ապահովելով պետական բյուջեի կայուն եւ արդյունավետ կատարումը։ 25 թվականին Հայաստանի տնտեսությունը շարունակել է ցուցադրել բարձր դիմադրողականություն համաշխարհային տնտեսությունում առկա անորոշությունների պայմաններում։ Տարվա արդյունքներով գրանցվել է 7.2% տնտեսական աճ, որը զգալիորեն գերազանցել է ինչպես պետական բյուջեով նախատեսված, այնպես էլ տարվա ընթացքում վերանայված կանխատեսումները։ Արդյունքները վկայում են, որ վերջին տարիներին իրականացված կառուցվածքային բարեփոխումները նպաստել են Հայաստանի տնտեսության ներուժի ընդլայնմանը, իսկ տնտեսական աճը առավելապես ձևավորվել է ներդրումների, արտադրողականության բարձրացման եւ տնտեսական ակտիվության շարունակական ընդլայնման հաշվին։ 25 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակել է ծառայել պետական ֆինանսների կայունության պահպանմանը եւ կառավարության ծրագրային առաջնահերթությունների իրականացմանը, հարկային վարչարարության բարելավման, տնտեսական ակտիվության աճի եւ ստվերային տնտեսության կրճատման արդյունքում պետական բյուջեեն մուտքագրվել 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ապահովելով ծրագրային ցուցանիշների գերակատարում։ Հարկային եկամուտների աճը կարևոր քաղաքական եւ հանրային նշանակություն ունի։ Այն վկայում է պետության եւ քաղաքացու միջև ձևավորված նոր հարաբերությունների մասին,
որտեղ քաղաքացին ավելի մեծ վստահությամբ է մասնակցում հանրային բարիքների ստեղծմանը, իսկ պետությունը հաշվետու կերպով վերադարձնում է այդ միջոցները հասարակությանը կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի միջոցով։ Սա այն ճանապարհն է, որով ձևավորվում է պատասխանատու պետություն և պատասխանատու հասարակություն։ Այս ցուցանիշի հիմքում կանգնած է Հայաստանի յուրաքանչյուր բարեխիղճ հարկատու քաղաքացի, յուրաքանչյուր վճարված հարկ ներդրում է երկրի զարգացման գործում, իսկ հարկային կարգապահությունը քաղաքացիների անմիջական մասնակցությունը հանրային բարիքների ստեղծմանը։ 2025 թվականի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման նախապատրաստումն էր։ Հաշվետու տարվա ընթացքում ստեղծվեցին օրենսդրական և ինստիտուցիոնալ բոլոր անհրաժեշտ հիմքերը համակարգի գործարկումը 26 թվականից սկսելու համար։ Խոսքը առողջապահության ոլորտում ոչ թե հերթական բարեփոխման, այլ համակարգային փոփոխության մասին է, որի նպատակն է յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել որակյալ և հասանելի առողջապահություն անկախ բնակության վայրից, սոցիալական կարգավիճակից կամ եկամտի մակարդակից։ Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները շարունակել են մնալ կառավարության առաջնահերթությունների շարքում։ Ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի արդյունքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների շուրջ 31%-ն արդեն անցել է ատեստավորում, ստանալով աշխատավարձի էական բարձրացում։ Սա կարևոր քայլ է ուսուցչի մասնագիտության, հեղինակության բարձրացման և կրթության որակի բարելավման ճանապարհին։ Շարունակվել է նաև 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը։ Միայն 25 թվականին կառուցվել, վերակառուցվել կամ հիմնանորոգվել է 55 դպրոց, իսկ 21-ից 25 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ 100 դպրոց։ Սա նշանակում է հազարավոր երեխաների համար ավելի անվտանգ, ժամանակակից և արժանապատիվ կրթական միջավայր։ Յուրաքանչյուր նոր կամ վերանորոգված դպրոց ներդրում է ոչ միայն կրթության, այլև Հայաստանի մարդկային կապիտալի, մրցունակության և երկարաժամկետ զարգացման մեջ։ 2025 թվականը Հայաստանի Հանրապետության համար եղել է մարտահրավերների հաղթահարման և նոր հնարավորությունների իրացման տարի։ Համաշխարհային տնտեսությունում պահպանվող անորոշությունների, աշխարհաքաղաքական լարվածությունների, տարածաշրջանային զարգացումների պայմաններում մեր երկիրը կարողացել է պահպանել մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունությունը, ապահովել բարձր տնտեսական ակտիվություն, ընդլայնել տնտեսական ներուժը և շարունակել ռազմավարական առաջնահերթությունների հետևողական իրականացումը։ Սակայն այս արդյունքների իրական արժեքը ոչ թե թվերի, այլ մարդկանց կյանքում արտացոլված փոփոխությունների մեջ է։ Տնտեսական աճը վերածվել է նոր աշխատատեղերի, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման, բիզնեսի համար ավելի մեծ հնարավորությունների, նոր դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների, առողջապահական և սոցիալական ծառայությունների զարգացման։ Այսինքն մակրոտնտեսական հաջողություններ չեն մնացել վիճակագրական հաշվետվությունների էջերում, այլ դարձել են քաղաքացիների առօրյա զգալի և շոշափելի փոփոխություններ։ Հարգելի գործընկերներ, կարևոր եմ համարում արձանագրել, որ այս արդյունքները ստացել են հանրային քաղաքական գնահատական։ Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերահաստատեց իր վստահությունը կառավարող ուժի նկատմամբ, կրկին վստահելով երկրի ղեկը և նոր կառավարության ձևավորման պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ իրականացված քաղաքականությունը գնահատվել է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլ նաև մարդկանց կողմից իրենց կյանքի որակի զարգացման հնարավորությունների և երկրի ապագայի նկատմամբ ունեցած ընկալմամբ։ Այդ վստահությունը մեզ համար ոչ միայն գնահատական է կատարված աշխատանքի համար, այլև պարտավորություն շարունակելու բարեփոխումները, ապահովելու տնտեսական աճի ներառական բնույթը և պետական քաղաքականության արդյունքները հասցնելու յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր համայնք։ Հարգելի գործընկերներ, կառավարության հարգելի անդամներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար և նաև ամփոփելով նշեմ, որ Ազգային ժողովի ֆինանսավարական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զեկույցի համար, հարցերի համար հերթագրում։ Համեցեք։